գողություն անողները ու թալանողները մեր երկրում իրանք են։ Այսպես արձագանքեց մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը Գևորգ Պապոյանի հանրային հեռուստատեսության եթերում հնչեցրած մեղադրանքներին։ Իշխանավորները հեծին մեղադրելիս հատուկ են օգտագործում հեծը գողացել է կամ կողոպտել է խոսույթը։ Հայտարարությունը արել է հեծը չի գողացել տերմինով, որպեսզի երբ մենք ուզենանք հեծով դիմենք դատարան, որպեսզի նա կամ ապացուցի կամ ներողություն խնդրի իր ասացի համար, իր կողմից նշանակված կառավարիչը իրավունք ունի այդ հայտը դատարանից հետ վերցնել եւ թույլ չտալ, որպեսզի նրան ստիպեն իր խոսքերի համար պատասխան տալ։ Վերջին 10 տարվա ընթացքում արդիականացվել եւ էլեկտրոնային է դարձել 800,000 հաշվիչ, ինչի արդյունքում կրճատվել է կորուստները 15%-ից հասնելով 6%-ի։ Եվս մեկ անգամ տեղեկացրեց մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ Տարեկան 35-ից 40 միլիոն դոլար սակագնի էկոնոմիա եղել եւ նաեւ կուզենայի ասել, որ երկրի վարչապետը 7 անգամ իրեն հաշվետվությունով ներկայացրել է այդ մասին, ինքը գիտի, բայց ոնց որ չհիշելու է տալիս։ Պապոյանը շտապել էր հանրային հեռուստատեսություն համոզելու հանրությանը, որ Փաշինյանը ճիշտ է ասել, թե իբր հեծի վարկերի տոկոսները վճարում է ժողովուրդն իր ծախսած հոսանքով։ Սուտ է խոսում։ Ուղղակի սուտ։ Հենց այսպես կարճ ու կոնկրետ Պապոյանին պատասխանեց նաև մեր ձևով շարժման համակարգող Ալեքսան Ալեքսանյանը եւ նախարարին ու ժողովրդին ներկայացրեց, թե ինչպես է ձևավորվում էլեկտրաէներգիայի սակագինը։ Կա մեթոդիկա պետության կողմից սահմանված հոսանքի սակագնի իմ ձեր տան լույսի սակագնի մեթոդիկա, որը պետությունն է կազմել, պետությունն է գրել, որտեղ որ չկա գետ մի կետ, որտեղ որ երևում է, որ հեծի վերցրած վարկերի տոկոսները ներառվում են մեր ձեր տան լույսի փողի մեջ։ Չկա այդպես բան։ Սամվել Կարապետյանը վճարում է իր միջոցներից իր գրպանից։ 2016 թվականից մինչև այսօր Սամվել Կարապետյանը հսկայական ներդրումներ է արել կործանման եզրին կանգնած հեծը փրկելու համար։ 200 միլիարդից ավել ներդրում Սամվել Կարապետյանը արել է կործանման եզրին կանգնած հեծը ոտքի կանգնեցնելու համար։ Համատարած ստերի եւ մեղադրանքների մեջ այս ամբողջ ընթացքում իշխանության ներկայացուցիչները միայն մեկ բան են ճիշտ ասել, փաստեց Ալեքսանյանը։ Ամբողջ իր ելույթի ժամանակ մի ճիշտ բան ասել, կառավարությունը վերցրել է հեծը։ Միակ ճիշտ բառը, որ դու ասել ես, դա եղել է քաղաքական պատվեր, որը որ կատարել եք։ Իսկ որ հեծի խլման գործընթացը քաղաքական է, հայտարարել էր նաև հեծ նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։ Խլելու process-ը քաղաքական էր։ Դավիթ Ղազինյանը նաև նախազգուշացնում է, Փաշինյանն ընտրություններից հետո բարձրացնելու է էլեկտրաէներգիայի սակագինը։ Ընտրություններից հետո Աստված մի արասցի, թե իրենք հաղթեցին։ Ինչ է լինել։ Պարզ բան, ուղղակի թանկանալու է սակագինը, որտեղ տարբերակ չկա։ Կարապետյանն արդեն 10 տարի հոսանքը չի թանկացրել, եւս 10 տարի խոստացել է չթանկացնել։ Սամվել Կարապետյանի պարագայում այս ամբողջ բեռը ինչ որ լիներ հեծի հետ կապված, միանշանակ ինքը, այսպես ասած, իր անձնական միջոցներից սուբսիդավորելու էր անձը։ Ամանորի գիշերը Երևանի Էրեբունի շրջանը կմնար հոսանքազրկված եւ այդպես մի քանի օր խնդիրն անլուծելի կլիներ, եթե ազգային բարերար Սամվել Կարապետյանը չտրամադրեր համապատասխան սարքավորումները։ Պարոն Կարապետյանը փաստաբանի միջոցով այնտեղից ասել է տվեք, հաշվի առնելով միայն, որ մեր ժողովուրդը շատ երկար օրեր մնալու էր առանց հոսանքի։ Ամանորից առաջ Վարդաշեն ենթակայանում տեղի ունեցած հրդեհը մեծ խնդրի առաջ կանգնեցրեց հետ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին, որը հպարտորեն էր հայտարարում, թե չեղարկել է անհրաժեշտ սարքավորումներ գնելու մասին պայմանագրերը, քանի որ դրանք կապված էին Սամվել Կարապետյանին պատկանող ընկերությունների հետ։ Ֆորս մաժորի իրավիճակները կանխելու համար բավարար միջոցներ կա հեծում։ Ղազինյանի խոսքով Կարապետյանը միլիոնավոր դոլարներ է ներդրել հենց Հայաստանում համապատասխան սարքավորումներ արտադրելու համար, որպիսի ներմուծման փակ ճանապարհների կամ որևէ այլ խոչընդոտի պարագայում էներգետիկ կառույցն աշխատի անխափան։ Համոզված եղեք, դա պետք է ներկրվել դրսից, իսկ արդեն պատկերացրեք լարս, մյուս խնդիրները։ Ռոմանոս Պետրոսյանը ստում է, երբ ասում է, թե 2025 թվականի ամանորին եղել է հոսանքազրկված 9000 բաժանորդ, ավելի քիչ, քան նախկինում։ Ղազինյանը հղում անելով հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին հակադարձում է 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ նոր տարին առանց լույս է դիմավորել 117021 բաժանորդ։ Ես ձեզ 24-25-ի թիվը գոնե ասում եմ ՀՑԿ-ի կայքում
մեծ կողմից տրված հաշվետվությունը։ Զանգվածային անջատումների պատճառը հեծի ոչ պրոֆեսիոնալ կառավարումն է, վստահեցնում է Ղազենյանը, ինչպես իշխանավորների հայտարարությունները, այնպես էլ ներկայացրած քրեական գործերը սին են։ Իմ կարծիքով իրավապահ մարմիններում էլ այնպիսի գոնե այս առումով մարդիկ են, որ ըստ երևույթին ասել են, որ այստեղ չկա այդ ինչ նպատակի, որ դուք ուզում եք հասնել, չկա։ Իսկ նպատակը հասնել վերև։ Այսինքն հասնել մեզնով պարոն Կարապետյանին, որը ծիծաղելի է ուղղակի։